Ազգային ժողովում այժմ խորհրդարանական լսումներ են նվիրված քաղբանտարկյալներին, ինչպես տեսնում ենք, գլխավոր դատախազը չի եկել պատճառաբանելով, որ աշխատանքային զբաղվածություն ունի։ Ըստ ձեզ արդյոք սա ինչ-որ քաղաքական միտում ուներ, այսինքն ընդդիմադիրների կազմակերպված հանրային լսումներին չեն գալիս, բայց օրինակ մարտի 1-ի մասին լսումներին դատախազը, քննչական կոմիտեի ղեկավարը, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը բոլորը մեկ մարդու պես եկել էին։ Տեսեք, բնականաբար գլխավոր դատախազը բավականին մեծ զբաղվածություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձ է։ Իհարկե չենք կարող բացառել, որ իրապես նա զբաղվածություն ունի, բայց երբ սա ուղղակի խորհրդարան չէ, երբ դու գտնվում ես խորհրդարանական կառավարման ձև ունեցող երկրում եւ խորհրդարանը այսպիսի նուրբ հարցով խորհրդարանական ընդդիմությունը նախաձեռնում է խորհրդարանական լսումներ, ոչ միայն գլխավոր դատախազը, այլ բոլոր իրավապահ մարմինները, որոնք ուղղակիորեն առնչվում են այս իրավիճակին եւ այսօրվա քննվող օրահարցին, ըստ էության ունեն պարտականություն ներկա գտնվելու եւ հաշվետու գտնվելու խորհրդարանի առջեւ, որովհետեւ անկախ այն հանգամանքից այդ լսման նախաձեռնողը ընդդիմությունն է թե իշխանությունը, իրենք հանդիսանում են խորհրդարանականներ, իսկ մեր սահմանադրությունը ուղղակիորեն ամրագրված ունի դրույթ, գործառույթ, որ խորհրդարանն է վերահսկողություն իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, նաեւ բոլոր պետական մարմինները ունեն պարտավորվածություն հաշվետու լինելու խորհրդարանին։ Պատահական չէ, որ ինչպես գլխավոր դատախազը, այնպես էլ բոլոր անկախ մարմինները ունեն հաշվետու լինելու պարտականություն խորհրդարանի առջև։ Տիկին Մելյան, խորհրդարանական լսումների ընթացքում այսպես ընդդիմադիր ֆրակցիայի ներկայացուցիչները, նաև հրավիրյալներն ու ներկաները խոսում են, բարձրաձայնում են քաղբանտարկյալների հարցերը, խնդիրները եւ այլն։ Օրինակ դուք այս խորհրդարանական լսումներից ինչ ակնկալիք ունեք։ Դե առնվազն սա այն քիչ գործիքակազմերից է, որոնցից կարող են օգտվել խորհրդարանական ընդդիմությունը ու օրահարցերը, ինչպիսին լրջագույն, օրահարց է մարդկանց հիմնարար իրավունքներին ու կյանքին առնչվող օրահարց է մեր երկրի քաղբանտարկյալները, որոնք արդեն տասնյակներ են Հայաստանի Հանրապետությունում դարձնելու հանրությանը եւ ինչու ոչ նաեւ միջազգային ատյաններին հասու, որովհետեւ մեր միջազգային գործընկերները հետևում են խորհրդարանում իրադարձություններին, այդ թվում լսումներին, մեր ներքին լսարանի համար հասու է խորհրդարանի ամբիոնից հնչեցվող ելույթները եւ շատ կարեւոր է այս գործիքակազմը պարբերաբար հանրությանը ուղղակի վերաբերող, հանրությանը հետաքրքրող հարցերով կյանքի կոչել։ Այսինքն ընդգծենք էլի մի քիչ տենց քաղաքականացնելով Իմ ակնկալիքը հետևյալն է, մենք հասկանում ենք, որ չկան գործուն մեխանիզմներ, բայց ակնկալիքս հետևյալն է, որ գոնե մենք այս լսումներից նախահարձակ լինենք եւ հնարավոր է նաեւ այն իրավիճակը, որ միջազգային գործընկերները առավել ընդգրկուն ու ցայտուն կերպով չեն արձագանքում մեր երկրում տեղի ունեցողին, մեր կողմից մի քիչ ավելի քիչ եւ ոչ ուղղակի նկարագրական ներկայացնելու հետևանք է։ Սա նոր մեխանիզմների համակարգված մեխանիզմների, թե ընդդիմադիր քաղաքական ուժերի, թե ընդդիմադիր հասարակական կազմակերպությունների, թե օբյեկտիվ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ներկայացնելու հիմք պետք է հանդիսանա։ Այս խորհրդարանական լսումները ուղղակի մտքերի արտահայտման հարթակ չպետք է լինի։ Ես մեծ հույս ունեմ, որ խորհրդարանական լսումների արդյունքում մենք ինչ-որ նոր համակարգված աշխատանքի մեկնարկ ենք ունենալու։ Տիկին Մելյան, ձեզ կխնդրեմ նաև որպես իրավապաշտպան այն տեսակետը ներկայացնել, որ օրինակ Լիդիա Մանթաշյանին եւ Բագրատ Սրբազանին ներկայացված լինելով նույն մեղադրանքները, օրինակ Լիդիային արգելված է տեսակցել, իսկ Բագրատ Սրբազանի տեսակցությունները բաց են։ Մի քիչ մեզ բացատրեք, այդպես ինչպես է ստացվում։ Տեսեք, մենք ունենք 18 արդարների գործը։ Սա ակնհայտ ու ծայրաստիճան քաղաքականացված գործընթաց է, այս գործով անցնող բոլոր անձինք հանդիսանում են քաղաքական բանտարկյալներ ու ինչու են քաղաքական բանտարկյալներ, որովհետև իրենց նկատմամբ թե որակված հանցագործության տեսակը, թե միջամտությունները ծայրաստիճան ծանր են, քան կլիներ, եթե նրանք ընդդիմադիր քաղաքական հայացքներ ներկայացրած չլինեն։ Հիմա Լիդիայի դեպքում ունենք այսպիսի իրողություն, երբ անգամ քաղաքական հետապնդումների պարագայում 18-ների գործով վերջին դատավարությունների ընթացքում տեսանք իրավիճակ, որ ներկայացված միջնորդությունները ըստ էության բավարարում էր դատարանը ու ամեն մեկին, կալանք կրողի նկատմամբ խափանման միջոցը մի սանդղակի չեսնում էր տնային կալանքի էր վերածում, տնային կալանքի պարագայում վարչական վերահսկողության ու անգամ Բագրատ Սրբազանի, Արտուր Սարգսյանի կամ մյուս մի քանի հոգով դեռևս կալանքի ներքո են գտնվում, նրանց
մարդկանց նկատմամբ տեսակցությունների արգելքը վերացված է։ Միակ այս գործով անցնող մարդը Լիդիան է, ով մեր երկրում միակ քինգ հաղբանտարկյալն է, ում նկատմամբ պատժամիջոցեն վերածվել խափանման միջոցները։ Կրկին ընդգծում եմ, իրավական պետություններում խափանման միջոցները կալանքը պետք է արդարացված լինեն եւ համապատասխանեն գործով ներկայացված անհրաժեշտության։ Օրինակ, եթե հիմնավորվում է, որ անձը ազատության մեջ կարող է գործի վարույթի քննության նկատմամբ միջամտություն ունենալ, վկաների նկատմամբ միջամտություն ունենալ, իսկ Լիդիայի կոմպոնենտով որևէ կերպ արդարացված չէր ու նաեւ ասեմ շատ էմոցիոնալ կոմպոնենտ ավելացված, որովհետեւ անկախ դատարանի նկատմամբ, դատավարության նկատմամբ իրենց վերաբերմունքից այդ գործով անցնող գրեթե բոլոր մեղադրյալներն ու իրենց պաշտպանները շատ հուզիչ տեքստեր հղեցին արտատարան խնդրանքի տեսքով, որ Լիդիայի նման կարգավիճակը իրենց արժանապատվության նվաստացումը ու անգամ այդ ելույթներին ականջալուր չեղավ դատարանը ու կրկին ընդգծում եմ Լիդիայի նկատմամբ խափանման միջոցը որևէ կերպ բացատրելի չէ եւ ուղղակիորեն միակ պատճառաբանությունը այն է, որ փորձում են թե Լիդիային պատժել, թե Լիդիային պատժելով նաեւ մյուս 18 արդարների մյուս 17 արդարների նկատմամբ հոգեբանական ճնշում ու ներգործություն գործադրել։